Միայն քեզ բարձրացնում ենք փառքը Միայն քեզ Տեր իմ սքանչելի Միայն քեզ բարձրացնում ենք փառքը Միայն քեզ Տեր իմ սքանչելի Փառքերով ես մեծարված Փայլում ես փառավորված Փայլում ես Տեր փառավորված Փառքերով ես մեծարված Փայլում ես փառավորված Փայլում ես Տեր փառավորված Հալելույա Տեր ջան Փայլես փառավորված Քո փառքի ներքո Տեր թող քո հարս եկեղեցին է փայլի Թող ամեն մեկը Տեր իմ Աստված այստեղ գտնվող Փայլենք Տեր իմ Աստված քո փառքի ներքո Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով Հալելույա Եվ ողջ եկեղեցին ասեց Ամեն Հալելույա Հալելույա Ինչ քաղցր է մեր Աստված Ինչ քաղցր է մեր Աստծո ներկայությունը Ինչ զորավոր է մեր Աստծո ներկայությունը սիրելիս Հալելույա Գիտես մինչև կնստես ուզում եմ մի բան անենք ես ու դու Նոր Աստվածաշնչից մի տեղ ասեցի բայց կուզեմ իրար այդ տեղը կարդանք ու հավատքով աղոթենք ամեն մինչև կնստես Մարկոս ավետարան 11:24-ում Տեսեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ինչ ասում Աստծո խոսքը Սրա համար ասում եմ ձեզ Ում ասում մեզ Ինձ ասում ասա ինձ ասում Սելիս ինձ ասում Ասում եմ ձեզ թե ամեն ինչի համար որ աղոթք անելով խնդրեք Հավատացեք թե կառնեք եւ կլինի ձեզ Հալելույա Փառք Հիսուսին Սելիս Այն ինչի համար որ խնդրելու ես հավատացեք որ կառնեք Գիտես ամեն առաջի բանը որ խնդրելու եմ գիտես ինչն եմ ինչի համար ենք այսօր ես ու դու խնդրելու Իմ անձնական խնդրանքն է վստահ եմ դու էլ որ գիշերային ակումբները դադարվեն եկեղեցիները լցվեն Հալելույա Որ այն մարդը որ այսօր եկեղեցի չի գալիս որովհետև գիշերը ակումբում ա եղե խմելու ա եղե կամ չգիտեմ ինչի մեջ ա Գիտես, այն որ կողքի տատորը դադար գա, ձեռը դնես կողքի տատորին, այն դադար գատորին Ձեռներ ձեզ դրեք այն դադար գատորներին, որ ձեր կողքերը կան, սիրելիս ու աղոթեք, որ Տերը լցնի երկինքը Կրասնոդարի փրկված հայերով Հալելույա Հայր իմ Աստված Տեր իմ Աստված քո խոսքին համաձայն Տեր Հավատում ենք Տեր իմ Աստված Այն ամենի համար որ խնդրում ենք հավատում ենք որ կառնենք Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով Երկնային արկա մենք գալիս ենք քո առաջ Տեր Քո առաջ ենք բերում Տեր իմ Աստված Կրասնոդարը Տեր Քո առաջ ենք բերում այստեղ բնակվող ամեն մի հայախոս ժողովուրդ ամեն մի հայախոս ազգ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով Տեր Տեր իմ Աստված քո խոսքին համաձայն հրճակում ենք Տեր որ ակումբները դադարվեն գիշերային Տեր ու քո հարս եկեղեցիները լցվեն Տեր Տեր իմ Աստված որ եկեղեցին ընդամենը մի խնդիր ունենա Տեր որ եկեղեցում նստելու տեղ չեղնի Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով Տեր իմ Աստված Աղոթում եմ ամեն քուր ու աղբորս համար Տեր Տեր իմ Աստված ամեն մարդու համար ում որ դու բերելու ես Տեր Տեր իմ Աստված ամեն մարդու համար Տեր իմ Աստված ում ով որ հավատալու է Տեր ընդունելու է քեզ որպես Տեր ու փրկիչ Տեր Ես աղոթում եմ իր համար Տեր իմ Աստված որ սատանայի ձեռները կապված լինին Տեր քո խոսքին համաձայն այն ինչը որ կապենք Տեր ջան երկնքում կապենք կապված կեղնի Տեր իմ Աստված երկրի վրա Տեր իմ Աստված մենք կապում ենք սատանայի ձեռները մեր քուրու եղբայրների կյանքերից Տեր այն մարդկանց ովքեր որ դեռ քեզ չեն ճանաչում Տեր Հիսուս Քրիստոսի անունով երկնային արկա ես խնդրում եմ
որ դու ցույց տաս Տեր իմ Աստված, ամեն մարդու Տեր, քո փառքը, քո կամքը, քո երեսը Տեր իմ Աստված, որ գան քո առաջ Տեր, ու ասեն, որ դու ես միակ Տերը եւ ճշմարիտ Աստվածը, հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու, ամեն, հալելույա, հալելույա, այսօր այնքան ենք ասելու ամեն, ամեն գիտես ինչ է նշանակում, թող այդպես լինի, թող դենց եղնի, դենց է կա, ամեն, փառք Հիսուսին, Աստված օրնելով օրնի ձեզ, սիրելի եկեղեցի, սիրելի քույրս եւ եղբայրս, սիրելի մեզ համացանցով հետևող, Տերը ձեզի շատ օրնի, հալելույա, այնքան քաղցր ու զորավոր ներկայություն կա սիրելիս, փառք Հիսուսին, Տերը ձեզի շատ օրնի, շուրարի կողքինի տասա հավատավոր կառնես ու նստի Տիրոջ քաղցր ներկայության մեջ, հավատավոր կառնես, հավատացեք, որ կառնեք եւ նստեք Տիրոջ քաղցր ներկայության մեջ, Տեր օրհնի ամեն մեկից էլի եկեղեցի, պատիվ ունեմ ծառայելու ձեզ, կիսվելու ձեզ Աստծո խոսքով, ճիշտ է եղբայրս նոր հայտարարեց, որ մենք հաջորդ կիրակի պետք է ունենանք տոնական ծառայություն, դա իմ ու քո Տեր Հիսուս Քրիստոսի հարությունն է, ամեն, մենք նշում ենք Սուրբ Զատիկը, դրա համար դադարք չգաս, հետդ անպայման նվեր կբերես, ու այդ նվերը մարդա, ով որ դեռ Քրիստոսին չի ճանաչում, ամեն, կբերես, որ տենա ով է մեր Տերը, որ իր համար իր կյանքը տվել է խաչի վրա, ամեն, որ ամեն նրան հավատացող կյանք ունենա եւ ել ավելին, հալելույա, Սելիս այսօր ունենալու ենք, մենք ծառայելու եմ խոսքով եւ վերջում աղոթելու եմ բժշկության համար, բայց մի փոքր խոսքով կկիսվեմ ու վերջում մենք իրար հետ աղոթք կանենք։ Գիտեք, այս մի շատ պատմություններ կա Աստվածաշնչից, բայց մի քանիսը կան, որ իմ ուշադրությունը գրավել են այդ տեղերը ու մինչև այդ տեղերին կհասնեմ, կուզեմ քեզ մի հատ հարց տամ, հավատում ես, որ կբժշկվես։ Ամեն, ինչն է քեզ խանգարում։ Ոչ մի բանը, չէ։ Հիմա կասես առաջին հայացքից ոչ մի խանգարող բան չկա։ Սիրելիս, Աստվածաշունչն էլ ասում, որ ոչ մի խանգարող բան չկա։ Ամեն, որ ասում է, եթե հավատաս կբժշկվես։ Այս խոսքն էլ ասում, եթե հավատքով աղոթում եք, այնինչի համար, որ խնդրում եք, հավատացեք, որ կառնեք ու ձեզի կլինի։ Տեսեք, մենք փող չենք ուզում, չէ։ Հարստություն չենք ուզում, չէ։ Լավ գնահատականներ չենք ուզում, բժշկության համար ենք աղոթում։ Բոլորս էլ դպրոցում սովորել ենք, ճիշտ է։ Բոլորս դպրոցում սովորել ենք։ Հիմա մի հատ հարց եմ ուզում տամ, որ դպրոցում սովորում էինք, որ դասը լավ պատրաստում էր, որ քեզի հարցնում էին, դասատուն հարցնում էր, չգիտեմ, կամ ազգանունը չէր ասում, կամ հարցում էր, երեխեք ով է ուզում պատասխանի։ Այսենց էին անում, հա, սենց, կամ ով է սովորել դասը, այսենց, ընենց էին ձեռը բարձրացնում, այն մարդիկ ովքեր, որ մտում, հա, ես պատրաստ եմ, բայց համարձակությունս չի ելիքում առաջինը ձեռ բարձրացնեմ, հա, այսենց են ձեռը բարձրացնում։ Իսկ այն որ լավ գիտի, այսենց են ձեռը բարձրացնում, այսենց։ Ուզում եմ ձեզ հիմա գաղտնիք բացեմ, ես ձեռը գտել եմ ժողովուրդ։ Որ ընդհանրապես պատրաստ չէ եղնում, ասում են ով ասում, ասում են այսենց, ասում են դու լիճ ասու, իսկ ուրիշ ով կա։ Բայց ես պատրաստ չի։ Ու մի օր այսենց ձեռս բարձրացրեցի ու ասեցին լավ, եթե ոչ մեկ պատրաստ չի, դու արի։ Սերես գիտես տեղ հարցս ինչ է։ Հավատքս հերիքում էր, իմաստությունս չէ, խոսք չկար։ Ես հավատում էի, որ ին վրայով կանցնի, բայց չի անցնում։ Ես հավատում եմ, որ ես ասենց մի հատ ձեռքը բարձրացնեմ, կասեն լավ, մենք հավատում ենք, որ դու գիտես։ Սելիս, ուզում եմ քեզ մի բան ասեմ, հավատքը առանց գործերի մեռած է։ Դա համար, երբ որ ես ու դու ասում ենք, ես հավատում եմ, որ բժշկվելու եմ, քեզի հիմք է պետք, ամեն, հավատալու։ Ու այդ հիմքը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, որտեղ Աստծո խոսքն ասում է, որ իր վերքերով ես ու դու բժշկված ենք։ Տեսեք, մինչև Քրիստոսի ծնվելը, մինչև դեռ Քրիստոսի ծնվելը, տեսեք ինչ ասում Աստվածաշունչը, խոսում է Եսայա մարգարեությունից եմ կարդում։ Եսայա մարգարեություն 53-րդ գլուխ 5-րդ խոսքից։ Մարգարեանում է Քրիստոսի մասին։
Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ եւ մեր անօրենությունների համար հարվածվեցավ։ Մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք։ Տեսեք, նրա վերքերով ես ու դու բժշկվեցանք։ Գիտես, հետաքրքիր բան է ասում։ Մարգարեանում է, մինչև դեռ Քրիստոսի ծնվել է, կարևոր բան ասում։ Իմ ու քո հավատքի ժայռը դա մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, իմ ու քո հիմքը, ինչի համար եմ ես հավատում, որտեղ Աստծո խոսքը ասում է, որ Քրիստոսի վերքերով ես ու դու բժշկված ենք։ Ամեն։ Տիրոջ վերքերով ես ու դու բժշկված ենք։ Նույն խոսքը, սիրելիներս, նույն խոսքը կրկնում է Պետրոս առաքյալը, երբ որ արդեն Քրիստոսի հետ ճանապարհ անցնում, երբ որ տեսել է, երբ որ հասկացել է, որ հա էլի Եսայան չէր սխալվել։ Գիտես, միգուցե քո համար կարող է սենց հումորային եղնի, բայց սիրելիս, տեսեք ինչ է ասում Պետրոս առաքյալը առաջին Պետրոս 2:24-ում։ Որ ինքն է մեր մեղքերն իր մարմնում խաչափայտի վրա բարձրացրեց, որ մեղքերից հեռանալով արտարության համար ապրինք, որ նրա խոցերովը բժշկվեցանք, որ նրա խոցերովը, նրա վերքերովը ես ու դու բժշկվեցանք։ Սելիս հավատա, գիտես, երբ որ դու ասում ես ես հավատում եմ, որ ես կբժշկվեմ, բայց դու հիմք չունես, գիտես, դա սարսափելի է, դա ընդամենը երազանք է, դա հավատք չի։ Դա երազանք է, որ դու ընդամենը ասում ես, հա, ես հավատում եմ։ Սելիս ուզում եմ մի բան ասեմ, եթե խոսք չունենաս, եթե Տերը քեզի խոսք չի տվել, ասեմ իզուր ես հավատում։ Եթե երկնքից խոսք չունես, եթե Տերը չի խոսած է, որ քեզի բժշկվելու ես, ես հավատում եմ, որ ես, չգիտեմ, ծովի ափին $5 միլիոն դղյակ եմ ունենալու։ Գիտեք, ես որոշ ժամանակ առաջ իմ համար անակնկալ էր, երբ որ ես իմ մասին հետաքրքիր բաներ էի լսում, որ ես Հունաստանում տուն ունեմ, հա, Հունաստանում դղյակ ունեմ, սենց լավ հավեսով խոսում էին, դու գիտեք, մենք ձեր հովին ճանաչում ենք, մեր քուրիկներից մեկը գնում է քաղաքներից մեկը ու ասում են, դուք որ եկեղեցուց եք, ասում են կյանքի խոսք Կրասնոդարից, հա, ձեր հովիվին էլ ենք ճանաչում, դու գիտեք ինչեր ունի, ու սկսում են թվարկել, թե ես ինչեր ունեմ, ասեցի քուրիկ եկավ պատմեց, ասի գիտես ինչ պետք է ասեիր, ասի ինչ, հիմա ուզում եմ ասեմ, այն մարդիկ, ովքեր որ մտածում են, հավատում են, որ ես տներ ունեմ, դղյակներ ունեմ, լիքը փող ունեմ, ուզում եմ ասեմ, ձեր հավատքով թող ինձ եղնի։ Թող ձեր հավատքով ինձ եղնի, ես այնքան օրնված կենեմ, երանի ձեր հավատքին, անկեղծ ես այդպես հավատք չունեմ, որ ես, չգիտեմ, ես իմ Հունաստանում տներ ունեմ կամ չգիտեմ, ես իմ ինչ հարստություն ունեմ, բայց մի հարցում չեն սխալվել, որ ես աշխարհի ամենահարուստ մարդն եմ ու իմ հարստության անունն է Հիսուս Քրիստոս։ Հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Երեմիա տեսեք ինչ է ասում, սելիս, Երեմիա 17:14-ում։ Ինձ բժշկիր, ով Տեր, եւ ես կբժշկվեմ։ Ինձ փրկիր ինձ, եւ ես կփրկվեմ, որովհետեւ իմ բարձանքը ով է դու ես։ Տեր ջան ասում է, տեսեք ինչ ասում, ասում է ինձ բժշկես, ես կբժշկվեմ։ Ինձ փրկես, ես կփրկվեմ, որովհետեւ իմ բարձանքը դու ես։ Գիտեք, ինքը շատ հետաքրքիր բան է ասում։ Գիտես մի բան է ասում, այս խոսքով ինչ է ասում ինքը։ Ասում է Տեր ջան, թող քո կամքը եղնի։ Կբժշկվես, կբժշկվեմ։ Կբժշկես, կբժշկվեմ։ Թող քո կամք եղնի։ Մեկը իմ բարձանքը դու ես։ Չբժշկես էլ մեկը իմ բարձանքը էլի դու ես։ Սելիս, գիտեք, հետաքրքիր բան կա Աստվածաշունչը, որ կարդում ես, Աստվածաշունչը լցված է, հեղեղված է հավատքի հերոսներով։ Մարդիկ, ովքեր որ չէին մտածում իրանց հետ ինչ է եղնելու։ Մեկը իրանց հույսը Աստված է։
Ինչ տարբերակվել, որ առաջարկում էին, մեկը իրանց հույսը Աստված է։ Սեդրակ Մեսակ Աբեդնագովին ասում են, էսա քեզի ալտերնատիվա ենք տալիս, Նաբուկոդոնոսորի արձանն է։ Հենց հնչյունները լսես, փողերը ձայնային լսես, ուրեմն կընկնես ու կսկսես իրեն երկրպագելը։ Բայց գիտեք ինչ են ասում Սեդրակ Մեսակ Աբեդնագովը, լսի, մեր Աստված, որին որ մենք դավանում ենք։ Այդտեղ կարելի ասել Երանի իրանց հավատքին։ Ասում մեր Աստված, որին որ մենք հավատում ենք, ով Նաբուկոդոնոսոր, մեզի քո ձեռից է կազադի, այս կրագի հնոցից է, բայց եթե չազադի էլ, մեգա մենք քո կանգնեցրած արձանին չենք երկրպագի։ Գիտեք ինչ է տեղի ունենում, հավատքը ցուբերում է արդյունքի։ Երեկով հայտնվում են այդ կրագի հնոցի մեջ, ու Նաբուկոդոնոսորը հարցնում է, ասում է, լսեք, մենք երեկին էինք, չէ՞ գցեք հնոցի մեջ։ Ասում է, հա, ասում է, բայց ես այնտեղ 4-ին եմ տենում, որից մեկը Աստծո որդու նման է։ Քո դժվարության մեջ, սիրելիս, մեր Աստված ներկա է, մենակ հավատա ու հավատարիմ մնա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Գիտես, այսօր որ ես ու դու աղոթք ենք անելու, հա, այսօր որ ես քո համար աղոթել եմ, ուզում եմ մի բան իմանաս, կարևոր բան եմ ասում, հանկարծ չմոռանաս։ Սիրելիս, հիշի, որ ես Տիրոջ ձեռների մեջ ընդամենը գործիք եմ։ Ինձանից կախված ոչ մի բան չկա։ Ինձանից կախված ոչ մի բան չկա։ Աստվածաշունչը ասում է, հա, որ եթե ձեր մեջից ինչ-որ մեկը հիվանդ կլինի, կանչեք երեցներին, թող գան յուղովոցեն եւ ձեր համար աղոթեն, բայց այստեղ խնդիրը գիտեք ինչն է։ Սելիս, այստեղ ուժ ու զորությունը երեցների մեջ իրար Աստված յուրա ամեն ծառայողին իր պարգևներով աղոթում, ամեն ծառայողի վրա յուրահատուկ պարգև կա, բայց սիրելիս ուզում եմ քեզ մի հատ կարևոր բան ասեմ։ Ես ընդամենը Տիրոջ ձեռների մեջ գործիք եմ, ընդամենը գործիք։ Գիտեք, մի եղբայր կա, ես իրան շատ եմ սիրում, ինքը շատ օրնված եղբայր է, որ ինքը գնում է գործանելու, որ ես իրա կողքը կանգնում եմ, ինքը գործ անում, ինքը մի հատ գործիք ունի ու այդ գործիքը ինքը ամեն ինչի մեջ օգտագործում է։ Այդ գործիքի անունն է ուրակ։ Ծանոթ բան եմ ասում։ Համ փեդա կտրում, համ սրում է, համ պրովոլկա է կտրում, համ որպես չակուճ է օգտագործում, համ դզում է, ու մի քանի տեսակ օգտագործում է, մի քանի տեսակ բանի համար օգտագործում է, հա, որպես չակուճ։ Բայց կա գործիք, որ ինքը մենակ չակուճ է։ Սելիս Աստծուն փառքտու, եթե Տիրոջ գործերի մեջ հանդիսանաս որպես ուրակ, որ Աստված տարբեր տեղ կարենա քեզի օգտագործի։ Այդտեղ Աստծուն փառքտուր։ Մի հետաքրքիր բան, որ կուզեմ, որ ես ու դու այսօր հասկանանք։ Նայեք, այսօր որ աղոթենք, քեզի պետք է հավատք, խոսք ու աղոթք։ Ամեն։ Հավատքով, խոսքով ու աղոթքով։ Ես հավատում եմ, որտեղ Աստված խոսացել է։ Ես հավատում եմ, որտեղ Աստված խոսացել է ու աղոթում եմ ու այն ինչի համար որ ասում է Աստվածաշունչը, հավատացեք, որ կառնեք, ես հավատում եմ, որ կառնենք։ Սելիս մի հետաքրքիր պատմություն կա Աստվածաշնչում։ Եկեք իրար հետ նայենք այդ պատմությունը։ Մատթեոս ավետարան 8-րդ գլուխ 5-րդ խոսքից։ Եվ երբ որ Հիսուսը մտավ Կապառնայոմը, մի հարուրապետ եկավ նրա մոտ, աղաչում էր նրան եւ ասում. Տեր, իմ ծառան անտամալույց ընկած է եւ ընկած է տանը եւ չարաչար տանջվում է։ Հիսուսն էլ ասեց նրան. Ես կգամ, կբժշկեմ նրան։ Արեք այստեղ ես ու դու կանգ առնենք։ Հիսուսն էլ նրան ասեց. Ես կգամ եւ կբժշկեմ նրան։ Գիտես ինչ երանելի էր այդ ծառան, ինչ երանելի է այդ ծառան, որի համար որ Հիսուս ասում է ես կգամ ու իրան կբժշկեմ։ Ու շատ իրես, ինչ երանելի ես դու, երբ որ Հիսուսը ասի ես կգամ ու կբժշկեմ։ Ես կգամ ու քեզի կբժշկեմ։ Բայց գիտեք ինչ է ասում։ Հարուրապետը շատ հետաքրքիր յուրահատուկ եղբայր է։
Եվ հարուրապետը պատասխանեց եւ ասեց. Տեր, ես արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես, այլ միայն մի խոսք ասիր եւ իմ ծառան կբժշկվի։ Հալելույա։ Այստեղ կարանք փառք տանք Աստծուն։ Մի հատ խոսք ասա, ընդամենը մի խոսք ասա ու իմ ծառան կբժշկվի։ Ու գիտեք հետաքրքիր է, ինքը հիմք ունի, սիրելիս։ Հարուրապետը հիմք ունի, հարուրապետը գիտի խոսքի զորությունը, խոսքի իշխանությունը, ինքը հիմք ունի, սիրելիս, գիտեք ինչ է ասում, որովհետև ես էլ իշխանության տակ լինող մարդ եմ, և իմ ձեռի տակ զինվորներ ունեմ, և ասում եմ սրան, գնա և գնում է, և ուրիշին եկ և գալիս է, և ծառայս այս բանը արա և անում է։ Ասում ես իշխանության տակ եմ ու իմ իշխանության տակ էլ մարդիկ ունեմ։ Ասում ես մեկին ասում եմ գնա գնում է, այս մյուսին ասում եմ արի գալիս է։ Իմ ծառային ասում եմ այս բանն արա անում է։ Ասում դու մի կարաս չգաս, դու մենակ ասա։ Գիտեք ինչի, որովհետև գիտեր ով է Քրիստոսը երկրի վրա։ Գիտեր, որ այն խոսքն է, որ մարմին է դառը։ Այն խոսքն է, որ մարմին է դառը, ու գիտեր, որ Քրիստոսը խոսքի վրա իշխանություն ունի։ Սերից Քրիստոսը խոսքի վրա իշխանություն ունի, Քրիստոսը կարար ասեր ու կատարվեր։ Ասում դու մի արի, դու մենակ ասա։ Ես գիտեմ, թե ով ես դու, ես գիտեմ ինչ իշխանություն ունի քո խոսքը չի կարա չկատարվի։ Ես հիմք ունեմ հավատալու։ Սերից այսօր դու պետք է հիմք ունենաս հավատալու։ Հիմք պետք է ունենաս հավատալու։ Ավելին ասեմ, դու պետք է չկասկածես, որ Քրիստոսը քո Տերն է, քո փրկիչն է ու կարա քեզի բժշկի։ Հավատում ես։ Եվ երբ որ Հիսուսը լսեց, զարմացավ եւ ասեց. Ետևից եկողներին, ճշմարիտ ասում եմ ձեզ, Իսրայելի մեջ էլ այսպիսի հավատք չգտա։ Այ քեզի հավատք։ Գիտես, եղբոր հավատքը հիմնավորված էր։ Քո հավատքը հիմնավորված պետք է եղնի։ Ոչ թե երազանքներով ապրես, այլ հիմնավորված հավատք ունենաս։ Իդեպ ասեմ, չդատարես երազել։ Հանգարտ չդատարես երազել։ Սատանան զզվում է երազող մարդկանցից, տրաքվում է։ Երբ որ մարդը դատարում է երազել, իր համար էլ հետաքրքիր չի։ Բայց երբ որ դու երազանքներ ունես, ասեմ, Սատանան զզվում է երազող մարդկանցից։ Երազանքներ ունեցեք, սիրելիս։ 13-րդ խոսքից տեսեք ինչ ասում։ Եվ Հիսուսը ասեց հարուրապետին. գնա եւ ինչպես որ հավատացիր, թող այնպես էլ լինի քեզ։ Եվ նրա ծառան առողջացավ այն ժամանակ։ Կուզեմ այստեղ ես ու դու մի հատ կանգ առնենք ու շեշտադրում անենք։ Սերից տեսեք ինչ ասում։ Ասում է գնա, ոնց որ հավատացիր, թող այդենցը քեզի եղնի։ Գիտես, ու ասում է Աստվածաշունչը ասում է, որ ծառան բժշկվեցավ հենց այդ նույն ժամանակ։ Գիտեք ինչից է խոսում։ Որ հարուրապետը իսկապես հավատում էր, որ Աստծո խոսքը, Աստծո մի խոսքը, Հիսուսի մի խոսքը հերիքա, որ իր ծառան բժշկված եղնի։ Գիտեք, ում որ Հիսուսը հարցնում էր, դուք Աստվածաշունչը կարաք կարտակ, այնտեղ հստակ գրված է, ով որ գալիս էր Հիսուսից ինչ որ մի բան պոկելու, ինչ որ մի բան ուզելու, հարցնում էր, ով որ բժշկություն էր ուզում, հարցնում էր, հավատում ես։ Հա, հավատում եմ։ Թող քո հավատքով քեզ եղնի։ Հիմնականում ովքեր են մարդիկ, ովքեր որ գալիս էին, ինձ մի ադես արա, ասում էր, հավատում ես։ Հա, հավատում եմ։ Դե թող քո հավատքով քեզ եղնի։ Ծանոթով չէ։ Հավատքով է։ Հավատքն էլ հիմքով, խոսքով։ Սելիս, այսօրվա իմ ու քո աղոթքը, իմ ու քո խնդրվածքը պետք է եղնի հավատքի, հիմքի ու աղոթքի հիման վրա։
Հալելույա։ Այսօր ես ու դու պետք է մեր ձեռքերը երկարացնենք։ Այսօր ես ու դու պետք է մեր ձեռքերը երկարացնենք։ Հիշում ես այն դպրոցական աշակերտներին։ Այն որ հարցնում ենք, ով է դասը սովորել։ Այսինքն այն կարճը հասակները գիտես ինչ էին անում, սենց հելում թրտում էին ասում, ես էլի, ես, ու մանգավարժը մտում չի նկատում, ասում է, ով է պատրաստվե, ով կուզենդ մեկ ասում է, ես, մեկն էլ հերիք չի, համ բոյն էր կարճ, համ ձերը չեր հերիքում, դրա համար ժանդա թզենի գտավ էլա վրեն, որ Հիսուս իրան նկատի, հերիք չի համ ձերներն ենք երկարացնելու, սիրելիս, հետն էլ են փշոտ, չգիտեմ, են դժվար, են անհնարին, ժանտա թզենին, հա, որ փշոտ ծառա, այդ ծառի վրա էր էլ, հա, բոյը չեր երիկում, ձերն է բարձրցներ չեր երևալու, ձերն է բարձրացներ ինքը չեր երևալու, դրա համար ժանտա թզենի էր գտե որ հելնի, ժողովուրդ, իրա դժվարությունը, փշոտ ծառը սարք է դարավ իրա համար օրնություն, իրա պրոբլեմը դարավ իրա համար օրնություն, ուզում եմ քեզ մի բան ասեմ, շատերը կան, շատերը, որ իրանց հիվանդությունը դարել է իրանց համար օրնության աղբյուր, հիմա կասես, ես ինչ ես ասում, այդ շատերի բերանով եմ ասում, շատերի ում որ անձամ ճանաչում եմ, ում համար որ աղոտել եմ, որ ասում են, այս հիվանդությունը որ չեղներ, մենք Աստծուն եկողը չէինք, ու այդ հիվանդությունը դարավ իրանց փրկության աղբյուրը, սիրելիս, ու գիտեք ինչ եղավ, երբ որ հավատացին, ապաշխարեցին, սկսեցին Աստծուն ծառայելը, այն որ էլ վсё էլ հետ դառնալու ճանապարհ չկա, մեկ է մի 8 տարի անց, լսում ես, 8 տարի անց Աստված ազատել էր այդ հիվանդությունից։ Երբ որ արդեն այդ հիվանդությունը իրանց համար անցել էր արդեն 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ պլան, իրանց էլ այդ հիվանդությունը հետաքրքիր չէր։ Իրանց եկեղեցու գալու նպատակը արդեն էլ հիվանդությունը չի, այլ սերն է, որ ունեն Աստծու հանդեպ, այն սերն է, որ իրանք տանում են մարդկանց, որ մարդիկ նայում են ասում են հլես կնոջը նայի։ Մի ոտը գերեզմանում է, մի ոտը ստեղ է։ Չի կարում նորմալ քելի եկել ասում է, դու գիտեք իմ Աստված ինձ զորավոր է։ Հա, Աստված զորավոր է։ Ասում են այ կին լավ էլի որ քեզի նայ, ոչ կարում ես քայլես, ոչ նորմալ առողջություն ունես, ասում ես իմ Աստված զորավոր է։ Դեր թող քո զորավոր Աստված քեզի բժշկի։ Լսի։ Այս մարմինը հավիտենականություն չի ժառանգելու, բայց այս հոգին ժառանգելու է։ Հալելույա։ Ու շատերի համար էդի դարել էր օրնություն, ու իրանք որ ասում էին իմ համար սենց մի տեսակ շոկային էր, ստրեսային, բայց գիտես, ասեմ, Տեր շնորհակալ եմ, որ այս մարդկանց հավատքը կախված չի իրանց հիվանդությունից, սելիս, բայց այսօր, մենք աղաղակելու ենք, որ Աստված պատասխանի քո հավատքին, ամեն, մենք աղաղակելու ենք, որ Աստված պատասխանի, մեր Տեր Հիսուս Քրիստոսը պատասխանի, գիտես, որովհետև շատերն են գալիս, բայց մեկն էր կբնում, շատերը գալիս են, բայց այդ շատերի մեջ մեկն էր կբե, որին որ Քրիստոսը ման էր գալիս, ենով կբավ ինձի, հլը կայնի տեն ամենով կբավ ինձ, ենով կբավ ինձ, երևի մեր չապ ժողովուրդ, կարող է մի քիչ ավել, մի քիչ պագաս, Քրիստոսի հետևից գնում էին, Մատթեոս 5-րդ գլուխ 25-րդ խոսքից Եվ մի կին որ արյունի տերատեսության մեջ էր 12 տարի եւ շատ բժիշկների չարչարվել էր եւ իր բոլոր ունեցվածքը ծախսել եւ ոչինչ օգուտ չէր ստացել այլ մի բան էլ ավելի էր դեպի վատը գնացել
Երբ որ Հիսուսի մասին լսեց, ամբողի մեջ ետևից եկավ դիպավ նրա հանդերձին, որովհետև ասում էր, որ եթե միայն նրա հանդերձին դիպչիմ, կփրկվիմ։ Մի հարուստ կին, մի կին, 12 տարի, հիվանդության մեջ, ասմա սաղ իր ունեցվածքը ծախսել էր, ոչ մի բան, ոչ մի օգուտ չէր եղել, հələ ընդհակառակ, մի բան էլ վադն էր գնաց է, մի բան էլ ավելի վադ էր եղել իր համար, որ ընգնում ես բժիշկների ձեռը ու բժիշկների համար, գիտես ենք բժիշկը քեզի ոնց է նայում այսենց, գիտես ոնց է քեզի նայում, թանգս, գիտես խի թանգս, որտև փող ես իր համար, շատ թանկ ես իր համար, հասկանում եք ինչ իմաստով եմ ասում, այնքան թանկ ես իր համար, որ իր նպատակն է քեզանից վերցնի, տարբեր բուժումներ է նշանակում, բժիշկ օգուտ չի տալիս, ոչ մի օգուտ չկա, հələ ընդհակառակ ասում ես, այ մարդ գնաց ես բժիշկին ես բանն ասեց, գնաց եմ բժիշկին եմ բանն ասեց, ես դեմ չեմ բժիշկներին, ժողովուրդ, օրնվածեղներն են բժիշկները, ովքեր որ աստվածավախություն ունեն, հալելույա, Տերն էլ ողորմա են մարդկանց, որ այն բժիշկներին, ովքեր որ մարդկանց նայում են ընդամենը որպես կաշիլոկ, որպես դրամապանակ։ Ու այս կինը իր ամեն ինչը ծախսել է, ոչ մի բան չունի, ոչ մի օգուտ չի ստացել, ոչ մի բան չի փոխվել։ Գիտես ինչ է տեղ ունեցել, հələ ամեն ինչ է վադացել է։ Ու ասում է Հիսուսի մասին լսեց։ Ինչքան կան այսօր նման իրավիճակի մեջ քույրիկներ եւ եղբայրներ։ Ինչքանի գիտես նման իրավիճակի մեջ հայտնված քույրիկներ ու եղբայրների, որ հիվանդության պատճառով չգիտեմ այսենց Էսկանուն էի, էսկան ծախսեցի, ոչ մի օգուտ չեղավ, մեկ է քույրիկ հանդիպում իրա կողքը, լսի ես մի հատ բժիշկ գիտեմ, ինքը փող չի վեկալում, բա ոնց ծանոտով է պետք, ծանոտով չէ, հավատքով, ոնց, ինչ անեմ, ասեմ ինչ անես, եթե սրդումդ հավատաս, շուրտերովը դավանես կփրկվես, այդքան բան, հա մեկ է մի բան, պետքա ձեռքդ երկարացնես, որ իրա հանդերձի ծայրին դիպչես, ամեն, այսօրվա խոսքը տենց է վերնագրել եմ, ձեռքդ երկարացրու ու կբի Քրիստոսի հանդերձի ծայրին, պատկերացնում ես ասում է հերիքեր մի հատ հանդերձի ծայրին դիպչեր, հանդերձի ծայրին ասում է, նայեք ասում է, հավատում էր, որ հանդերձի ծայրին դիպչեմ, պատկերացրու հայտնություն աստված է, գիտի ով աստված, գիտի ինչ զորություն, ինչ իշխանություն կա, իրա վրա որ գա մի հատ հանդերձի ծայրին դիպչի, կբժշկվի, որովհետև ասում էր, եթե միայն նրա հանդերձին դիպչիմ կփրկվիմ, ես շուտով նրա արյան աղբուրը ցամաքեցավ, Եվ նա մարմնու իմացավ, որ այն տանջանքից է բժշկվեցավ։ Կարաս ասես, բժշկվեցավ։ Ասում նա մարմնում է իմացավ, որ բժշկվեցավ։ Շարունակությունը։ Եվ շուտով Հիսուսը իր անձումը իմացավ, որ իրենից զորություն դուրս գնաց։ Սերիս կարաս ընենց կբնես այսօր երկնքին, որ երկնքից են զորությունը հորդարատ անձրևի նման լծվի այս տարածք, լծվի քո կյանք, լծվի քո ընտանիք։ Եվ ասում է Հիսուս իմացավ, որ իրան զորություն դուրս գնաց, դարձավ ամբողջի մեջ և ասեց, ով դիպավ իմ հանդերձին։
Հալելույա։ Եվ նրա աշակերտները ասեցին նրան. տեսնում ես այդ ամբոխը, որ նեղացնում է քեզ եւ ասում ես, թե ով դիպավ իմ հանդերձին։ Այստեղ խնդրեմ ուշադիր եղեք։ 39 խոսքը։ Եվ նա նայում էր 4 կողմը, որ տեսնի այս բանը անողին։ Գիտեք ինչ է ասում Հիսուսը։ Ով դիպավ իմ հանդերձին, այն ով էր։ Այդ վաղտ վախենալ պետք չէ։ Այդ վաղտ հավատացողը պետք է աղաղակի ասի ես եմ Տեր։ Ես եմ դիպե քո հանդերձին։ Ես եմ, որ հավատում եմ, որ դիպչեմ կբժշկվեմ։ Բայց գիտես, այստեղ մի բան կա, որ կուզեմ ուշադրությունը դարձնես, գրավը այդ խոսքը ասում է, Հիսուսը շուռ եկավ ամբոխի մեջ։ Ուշադիր ես, շուռ եկավ ամբոխի մեջ, ժողովրդի մեջ։ Ման էր գալիս այդ բանն անողին։ Սարսափելի է, սիրելիս։ Որտև ընդամենը մեկն էր եկե զորություն պոգելու, մնացածը հանդիսատես էին, հետևից եկողներ։ Բայց այսօր գիտես ինչ եմ ուզում, որ ես ու դու անենք։ Որ երբ որ Հիսուսը դառնա հայացքը դարձնի Կրասնոդարի եկեղեցու վրա, երբ որ մենք իրա ձեռից կբռնենք, որ ոչ մի անհավատի չգտնի դահլիճում։ Որ չեղնի մեկը, որ ընդամեն այսպես կայնած նայում է, թե մնացածը ոնց են կպնում, ոնց են երկինքը թափ տալի։ Որ այսպես շուրգա ու չասի տենաս ով կպավ ինձ, այլ ֆրասի հələ տենամ կային անհավատնոր, հələ ինձ չի կբե։ Ու չգտնի սիրելիս։ Երանելի ենք մենք, եթե մեկը կեղնի, որ անհավատ որ այս կանեղնողների մեջ անհավատ չեղնի։ Երանելի ենք մենք, որ Հիսուսը նայի ու հանկարծ մեկին չգտնի։ Եվ կինն էլ վախենալով եւ դողալով, որովհետեւ գիտեր ինչ եղավ իրեն, եկավ ընկավ նրա առաջը եւ բոլոր ճշմարտությունը ասեց նրան։ Գիտես ինչ է ասում։ Չի արտարանում։ Սելիս արտարանալու փոխարեն ապաշխարեք։ Երկնքում արտարացումները չեն անցնում։ Բարի լուր եմ ձեզի ասում, ապաշխարեք, մի արտարացեք, թե ես մտածում եի, թե չգիտեմ ես, թե ես ադե չէ, թե ես չէ, ով դիպլոմ չունի, սիրելիս, էլի եմ ասում, եկավ ու ճշմարտությունը պատմեց, եկավ ու խոստովանեց, գիտես ինչեր է խոստովանեց, են ինչ որ արել է, շատ ժամանակ գիտես մարդը խի չի բժշկվում։ Մեղքի պատճառով։ Հա ինչ եմ անում, որ մի ասենք ով սուտ չի ասում, դե գործի տեղը ստիպված եմ, ես ստիպված եմ, երբ որ եթե ես կիլոյի մեջ չխապեմ, չեմ ապրի։ Աստվածան բժշկի էլի ինձ ինչ կեղնի։ Խնդրում եմ Տեր, դու իմ սիրտը գիտես։ Հա, գիտի, դրա համար չի բժշկում, որտեղ մեղքի մեջ ես։ Կռապաշտության, չգիտեմ ինչերի մեջ ես։ Ու այդ ամեն ինչի պատճառով էլ այդ խնդիրներն ու հիվանդություններն ու չարչարանքների մեջով ես անցնում։ Հիմա կուզեմ, որ ամեն մեկս լսենք այն ինչը որ լսեց այս քուրիկը։ Եվ նա էլ ասեց նրան. դուստր քո հավատքը ազատեց քեզ, գնա խաղաղությամբ եւ քո տանջանքներից ողջ եղիր։ Փառք Հիսուսին։ Սելիս այսօր պետքա կբնենք երկինք։ Ոչ թե կբնենք, այլ բռնվենք երկնքից ու էլ բաց չթողնենք։ Ամեն։
բռնվենք ու բար չթողնենք։ Ով է հեչ թտենի ծառ թափ տվե։ Հայ փառք Աստծո։ Այդ այնց երկինքը թափ տուր, որ այդ ամեն ընկած թութը, գիտես հետաքրքիր ինչն է, որ թութը թափ ենք տալիս ես։ Մենք ունեցել ենք հայատուն թութ, մեր մերկյուրի տանը։ Ճիշտ է, այդքան լավ չի արժում, որտեղ մենք ուրիշ կլիմայում ենք, բայց հետաքրքիր գիտես ինչն է, որ այդ թութը թափ ես տալիս։ Գիտես, որ սենց ինքը թափում անեց, հավեսով գալիս, ու հետո դու սենց բարձրացնում ես, այդ ինչի, որ տագը ցելաֆոն ես փռում, կամ չգիտեմ պալատկա, որ բարձրացնում ես ինքը սենց լծվում է, արդեն դու նայում ես, չէ՞, պդուղները սենց, մի ահագին, չգիտեմ, մի վեդրոյից ավել արդեն թութ է թափ է, արդեն աչքի տերևում է, բայց այն 1, 2, 3, 4, 5, որոնք նույն այդենց աչքի չի դալիս, սենց կարող է ոտներով տանստի գնա, սիրելիս, Կենադի Աստծու տված ամեն մի օրհնություն։ Մի տարի կնոջս հետ գնում էինք Հայաստան մեքենայով։ Որ Վրաստանում էինք արդեն, որ պետք է արդեն հասնեինք մեր Հայաստանի սահման, այդ ճանապարհի վրա թթից արեր կային։ Ասեմ, ես ինչքան եմ սիրում, ասեմ, թթենի էլի, ու գիտեք են կարմիր չէ, մուկ սեր թութն է, ու գիտես հետաքրքիր ինչն էր, որ գնացել եմ մի քանի հատ սենց հավաքել եմ, թափ եմ տալիս, սենց լցվում է ուրախությունից սենց հավաքի բերել եմ, տալիս եմ կնոջը սենց կերան, վերջում նայում ենք, համ մեր դեմքն է սենց սևացած, համ ձեռները տա սևացած, Գիտես ուզում եմ ասեմ, որ երկինքից սնվես, թող այդենց աշխարհը քեզ տենա, որ վրայից այդ երկինքի հոտ է գալիս, ամեն, թող երկինքի դրոշը կնիկը քո վրա եղնի, որ այն ինչը որ դու սնվես, այն ինչը որ վերցնես, այսենց եղնի մեջդ, սելիս խի եմ ես ամեն ինչ ասում, որ այսօ հիմա որ աղոթենք, հավատանք, որ առնելու ենք, ամեն, որ էսի մենք մեր կամքով չենք անում, մեր ուզելով չենք անում, Տիրոջ կամքն է, որ ես ու դու ազատված եղնենք, Տիրոջ կամքն է, որ ես ու դու բժշկված եղնենք, որ օրհնված եղնենք ու որ հեռանանք մեղքից։ Ամեն։ Կարաս ասես, հեռանանք մեղքից։ Հալելույա։ Թող օրհնությունները, բժշկությունը Տիրոջ, հորդառատ անձրևի նման լցվի քո կյանք, սիրելիս։ Որ գնաս տուն, որ նայես ձեռներիդ, հիշես ես իմ ասած են թետի հետքերը, որ Տիրոջ ձեռքը այդենց քո վրա ու քո տան մեջ տենաս։ Փառք Հիսուսին։ Արի ոտի կանգնենք։ Հալելույա։ Ես կխնդրեմ փառաբանության թիմը գա։ Հալելույա։ Հալելույա։ Ձեռքդ երկարացրու։ Հալելույա։ Ձեռքդ երկարացրու, սիրելիս։ Զաքեոսի բոյը չեր ելիքում հելավ թրտենի ծառը, հանգարց կողքինիդ վրա չելնես, բայց կարաս թատերիդ վրա կայնես, այսենց ձեռքդ երկարացնես, ձեռքդ հավատքով երկարացրու, սիրելիս, որ կբնենք Քրիստոսի փեշերին, հավատա, սիրելիս, հավատքը դա անտեսանելի ձեռք է, բայց մեր ձեռքերը տեսանելի է, հալելույա, Հայր իմ Աստված, Տեր իմ Հիսուս Քրիստոս, Հայր մենք երկարացնում ենք մեր ձեռքերը Տեր, ու հպվում ենք Տեր իմ Աստված, կպնում ենք քո հանդերձին Տեր, Հայր մենք հավատում ենք Տեր, Հիսուս Քրիստոս, հավատում եմ Տեր իմ Աստված, ամեն քրոջս ու եղբորս բժշկության համար Տեր, հավատում եմ Տեր իմ Աստված, բարի հավատքով Տեր,
Հավատում եմ Տեր իմ Աստված, որ ամեն քեզ հավատացող Տեր կբժշկի ոնց որ դու ես ասում, թող քո հավատքով, թող ձեր հավատքով ձեզ եղնի Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Օրհնում եմ Տեր իմ Աստված, աղոթում եմ իմ քույր ու եղբայրների համար Տեր, տալիս եմ քո ձեռքերի մեջ Տեր։ Ես խնդրում եմ Տեր, ամեն հավատացողի համար Տեր, որ չթողա Տեր ջան երկինքը Տեր, որ բռնված մնա Տեր իմ Աստված երկնքից Տեր, Հիսուս Քրիստոսի անունով։ Հալելույա։ Հալելույա։ Ուզում եմ հարցնեմ, կա մարդ, որ նման եկեղեցի ընդհանրապես չի եղել, նման եկեղեցում առաջի անգամ է, ու միգուցե առաջի անգամ չես նման եկեղեցում, բայց կյանքը դեռ Քրիստոսին չես տվել։ Ես կխնդրեմ ձեռքդ բարձրացու, Տերը քեզի շատ օրհնի, եղբայր։ Տերը ձեզի շատ օրհնի, Աստված օրհնի քեզ, քուր ջան, Տերը ձեզի շատ օրհնի։ Հալելույա։ Տերը ձեզի շատ օրհնի, քույրիկ ջան, Աստված օրհնելով օրհնի ձեզ։ Ես խնդրեմ ձեռները ձեզ բարձրացնեք, էլի մի վախեցի, ձեռդ բարձրու, չէ այն մարդիկ, ովքեր որ առաջի անգամ են։ Ես խնդրեմ, որ ձեռները ձեզ բարձր պահեք, Տերը ձեզի շատ օրհնի։ Ցելիս մեր այսօրվա հաղթողներն են։ Ամեն։ Հալելույա։ Տերը ձեզի շատ օրհնի։ Հալելույա։ Հալելույա։ Մինչև կաղոթենք, ընդհանուր կաղոթենք, ես կուզեմ, որ մենք բոլորս մի աղոթք կանենք, ապաշխարության աղոթք։ Ես առաջ չեմ գա, ձեզ էլ առաջ չեմ կանչի, որտեվ կուզեմ, որ այսօր համացանցով դիտողներն էլ այս աղոթքը իրար հետ անենք, հա։ Ես կխնդրեմ այն մարդիկ, ովքեր որ առաջի անգամ են, ու ամբողջ եկեղեցին, կրկնեն այս աղոթքը, ինչ որ ասում եմ։ Ասա երկնային արքա, ես գալիս եմ քո առաջ։ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես հավատում եմ, որ դու ծնվեցիր, եկար այս աշխարհ, վերցրեցիր իմ մեղքերը քո վրա, խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Հայր, խնդրում եմ, ներես ինձ, մաքրես ինձ եւ մկրտես ինձ քո սուրբ հոգով։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալիս։ Դու ես իմ Տերը եւ իմ Աստվածը, հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Հալելույա։